Իրանի Աբդանան քաղաքն է, ցուցարարները հարձակվել են խանութի վրա, պատռում են այնտեղից դուրս բերված բրնձի պարկերը, այսպես արդեն 10 օր Իրանում ցույցերը չեն դադարում։ Ըստ իրավապաշտպանների, երկրի առնվազն 88 քաղաքներում, 31 նահանգներից 27-ում, իսկ ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 28-ին Իրանում դոլարի ռեկորդային թանկացման պատճառով։ Ռիալը վերջին ամիսներին շարունակաբար արժեզրկվում էր, մանրամասնում է Իրանագետը, դեռ մարտի վերջին այն արդեն հատել էր 1 միլիոն ռիալ $1 դիմաց սահմանը։ Ամռանն ավելի կայուն էր, բայց սեպտեմբերից անկումը վերսկսվել էր, դեկտեմբերի 28-ին հասավ պատմական նվազագույն մակարդակի $1 դիմաց փոխարժեքը 1.420.000 ռիալ։ Համեմատության համար նշենք, որ 2024-ի դեկտեմբերին դոլարի փոխարժեքը 800.000 ռիալ էր։ Պատճառները տարբեր են՝ ներքին պահանջարկի աճ, նաև երկրից դուրս եկող ու երկիր չվերադարձող դոլարի քանակ։ Վերջերս տեղեկություններ հրապարակվեցին շուրջ $30 միլիարդ նման գումարի մասին, որոնք պետք է վերադառնային բանկ, բայց չեն վերադարձել։ Իրանի կառավարությունը հայտարարում է պատրաստ է լսել ցուցարարներին։ Առևտրականների մոտ օբյեկտիվ դժգոհության պատճառները կան։ Իշխանություններն են դա ընդունում, թե պահպանողական թևը, թե գործող կառավարությունը նշանակություն չունի, նրանք ընդունում են, որ այդ խնդիրը կա։ Եվ դեմ չեն փողոց դուրս եկող, ես դժգոհություն արտահայտող ցուցարարների ձայնը լսելու։ Իրանի նախագահը հունվարի 6-ին նաև նշել է. Ես կարծում եմ, որ ես եմ մեղավոր, մենք ենք մեղավոր, այս ուսանողը, այս աշխատակիցը, այս մարդիկ մեղավոր չեն, հետևաբար մենք պետք է բարելավենք մեր աշխատանքը, իմ պարտականությունն է լինել ժողովրդի ծառան, իսկ ձեր պարտականությունն է լուծել ժողովրդի խնդիրները, այլ ոչ թե ավելացնել դրանք։ Ցույցերի ընթացքում տարբեր կարգախոսներ են հնչում, քանի որ այս օրերին հասարակության տարբեր շերտեր են միացել, եթե սկզբում առևտրականներն էին, այսօր նաև ուսանողներ էլ կան։ Ցույցերի ուժգնությունը պարբերաբար տատանվում է, որոշ տեղերում ռադիկալ բնույթ են կրում։ Արդեն իսկ դեկտեմբերի 28-29-ից նկատելի են ցուցարարների մեջ, որ բողոքի ակցիայի ընթացքը փորձ է արվում տանել դեպի խռովությունների դաշտ։ Երբեմն դրանց տակ դնելով նաև քաղաքական բովանդակություն ենթատեքստ ունեցող կոչեր, բնակչությանը սադրելու որոշակի փորձեր, այս սրանք են վտանգավոր, որոնք կարող են տանել ներքաղաքական լարվածության խորացման ու մեծացման։ Ոչ պաշտոնական տվյալներով Իրանում բողոքի ցույցերի 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, որոնցից 34-ը ցուցարարներ են, իսկ 2-ը կապված են եղել անվտանգության ուժերի հետ։ Ձերբակալվել է 2076 անձ։ Իրանագետը նշում է, ըստ որոշ աղբյուրների, անկարգությունների հետ կապ չունեցողներն ազատ են արձակվում։ Երկու դեպքեր կան, որ այդ մարդը ողջ հաջորդ օրը իմացել է, որ ինքը մահացած է։ Լրատվականներում մարդը ասում է, ես առավոտը վեր եմ կացել, իմացել եմ, որ մահացել է։ Փորձ են արվում այսպիսի մեթոդներով հանրային աջակցություն ձեռք բերել, որովհետև այդ հանրային աջակցությունը մեծ չի իրենց։ Հանրությունը դժգոհություն ունի թանկացումների նկատմամբ, բայց կողմ չի զանգվածային անկարգությունների միջոցով հասնել իր նպատակներին։ Օբյեկտիվ բողոք ու պահանջ ունեցող ցուցարարները հիմնականում ցերեկային ժամերն են փողոցներում լինում, նշում է Իրանագետը, գիշերային ժամերին խռովարարներն են։ Ուշագրավ էր նաև մեկ այլ դրվագ, երբ ակտիվիստներից մեկը կոչ էր անում իր գուցե թիմակիցներին կամ մյուս այլ ակտիվիստների, որ լավ կլինի ոստիկանների հագուստներ հագնենք եւ փողոց դուրս գանք եւ հանրությանը ցույց տանք, որ ոստիկանները անցել են մեր կողմը։ Ըստ Իրանագետի, այսպիսի դեպքերն են պատճառը, որ դժվար է նաև տարանջատել իրական պահանջ բողոք ունեցողներին հրահրողներից։ Այս իրադարձությունները համընկնում են նաև այդ տնտեսական բարեփոխումների փաթեթի իրականացման փուլի հետ։ Ներկայացված է նոր փաթեթ, որը կարծում եմ արդեն հունվարի 10-ից կգործարկվի։ Էլեկտրոնային կուպոնների այս փաթեթն է, որը ենթադրում է ընտանիքի անդամների յուրաքանչյուր շնչի հաշվով 1 միլիոն թումանի փոխհատուցում, որով կկարող յուրաքանչյուր ամիս, որով հնարավորություն կունենան առաջի անհրաժեշտության սննդամթերքի տեսականիներ ձեռք բերել։ Տնտեսական բարեփոխումները նաև վերահսկողության մեխանիզմներին են վերաբերում, պատմում է Իրանից Հայաստան իր անցած ճանապարհից։ Ես որ գալիս էի ճանապարհին նկատեցի, որ սննդի յուղի նույնիսկ պահեսներ էին
պահեստավորված, պահպանված, որոնք շուկա դուրս չեն գալիս։ Դրա նպատակը ինչն է, գուցե արհեստական գնաճ ստեղծելն է։ Այսինքն նախ վերահսկել ապրանքների առկայությունը, որ արհեստական դեֆիցիտ չառաջանա, այնուհետև գները վերահսկել, որ արհեստական չբարձրանան։ Որովհետև աջակցության փաթեթի ծրագրեր կան նաև արտադրողների եւ ներմուծողների համար առանձին։ Դրանց արդյունքները կերևան առաջիկա 1-2 ամիսների ընթացքում։ Հայաստան-Իրան տնտեսական գործակցության վրա եւս այս ցույցերը անուղղակի ազդում են, նշում է Իրանագետը, շեշտում Հայաստանին պետք է տնտեսապես ու քաղաքականապես կայուն հարևան։ Իրինամ Կրչյան, Սերյան Անտոնյան, լուրեր։